Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր ընթացքը, այսօր երկուշաբթի է, աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին, հույս ունենալով, որ այն կլինի շատ պրոդուկտիվ։ Ես առաջարկում եմ, որպեսզի միանաք մեզ, որովհետև մենք պատրաստել ենք ինչպես միշտ հագեցած եւ շատ հետաքրքիր եթեր։ Այսօր արդեն նոյեմբերի 17-ն է, օրը երկուշաբթի եւ մեծ խորհուրդ ունի այսօրը, քանի որ ուսանողների միջազգային օրն է։ Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրը 1946 թվականից Պրահայում նշվում է համաշխարհային կոնգրեսի առաջարկով եւ հռչակված ուսանողության միջազգային օր որպես։ Այսօր տոնը նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ չնայած տոնական միջոցառումների ծրագրերը տարբեր են, այնուամենայնիվ տոնը մեծ տարածում ունի ուսանող երիտասարդության շրջանում։ Սիրով շնորհավորում եմ բոլոր ուսանողներին եւ մաղթում, որպեսզի այդ ուսանողական կյանքի ընթացքը թեթև անցնի առանց խնդիրների եւ մաքսիմալ հաճույք ստանաք ու վայելեք ձեր ուսանողական տարիները, սիրելի երիտասարդներ, որովհետեւ այդ տարիները իհարկե ամբողջ կյանքում հիշվում են եւ ինչքան շատ դրական հիշողություններ կուտակեք, այնքան ավելի լավ ձեզ համար։ Եվ իհարկե, շարժվելով առաջ, նշեմ, որ այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, պատրաստել ենք շատ հետաքրքիր էջեր ձեզ համար, սիրելի հեռուստադիտողներ, եւ եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե որտեղ է Սուրենը, ապա նշեմ, որ վաղը արդեն Սուրենը կլինի մեզ հետ միասին։ Այսօր մի փոքրիկ բացակայություն ունի, բայց մեզ մոտ աղջկական եթեր է լինելու, այնպես որ հետաքրքիր կլինի անպայման, ես դա խոստանում եմ։ Եվ իհարկե, եթե երկուշաբթին ուզում եք դրական սկսել եւ ձեզ պետք է այսպես մոտիվացիա, ապա կառաջարկեմ, որպեսզի բրիզի օգնությանը դիմեք, քանի որ Իջևանի գինու գործարանը առաջինն է Հայաստանի Հանրապետության հիմնադրված գինեգործարաններից, 1951 թվականին է հիմնադրվել, գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակների, խաղողի եւ մրգային գինիներ, փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր եւ պահածոների մեծ տեսականի։ Իսկ բրիզը, այս փրփրուն գինին, իհարկե շատ այսպես հաճելի եւ թեթև է, նաեւ առավոտյան, այնպես որ կարող եք նախընտրել։ Եվ իհարկե շարժվելով առաջ մի հետաքրքիր տեղեկատվություն։ Հռոմում կայացել է պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթում 29-ամյա Այա Օկադան հաղթել է իր իտալացի մրցակիցներին եւ նվաճել ոսկե մեդալ։ Մրցաշարը միավորել էր 10 երկրների հրուշակագործների եւ կենտրոնացած էր դասական իտալական աղանդերի մասկարպոնեով եւ սուրճով տիրամիսուի վրա։ Այայի դաշնամուրի տեսքով տիրամիսուն, որը զարդարված էր մարաշինո բալերով եւ ամարենայով, գրավել է ժյուրիի ուշադրությունը։ Մրցաշարին մասնակցել են նաեւ հրուշակագործներ Ավստրալիայից, Չինաստանից, Կոլումբիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից, Պերուից եւ Սենեգալից։ Յուրաքանչյուր 2 ժամ ուներ 2 բաղադրատոմս պատրաստելու համար, մեկը ավանդական եւ մեկը օրիգինալ, բոլորը օգտագործելով թարմ մասկարպոնե եւ սուրճ։ Դե ինչ, այս համեղ նոտայի վրա էլ առաջարկում եմ տեղափոխվենք խոհանոց, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ հասկանանք ինքը տիրամիսու սիրում է թե ոչ։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, Սոնա ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, ողջունում ենք ձեզ։ Տիրամիսու իհարկե ես շատ սիրում եմ եւ վստահ եմ բոլորս ենք շատ սիրում, որովհետեւ շատ նուրբ թխվածք է, աղանդերի տարբերակ է, իր այդ բոլոր համերով եւ բույրերով շատ գրավիչ է։ Ես կարծում եմ բոլորս էլ կարողանում ենք պեղել բաղադրատոմսեր եւ պատրաստել տիրամիսու եւ իհարկե վայելել։ Մեկ անգամ կարելի է նաեւ հենց այստեղ տաղավարում պատրաստենք եւ միասին վայելենք։ Իհարկե ես հիշում եմ շատ վաղուց մեկ անգամ իհարկե պատրաստել ենք մի փոքր ավանդական տարբերակից այլ տարբերակով։ Բայց նա շատ համեղ է եւ ես վստահեցնում եմ ձեզ, խոստանում եմ, որ մեկ օր միասին կպատրաստենք։ Իսկ հիմա անցնենք օրվա բաղադրատոմսին։ Այսօր ունեմ բազմապիսի բանջարեղեններ եւ մթերքներ, որոնցով պատրաստելու ենք ջեռեփուկ, ջեռոցում ենք այսօր այս ուտեստը պատրաստելու, դրա համար մեզ անհրաժեշտ է հավի աղացած միս, որի վրա ավելացնելու ենք արդեն տապակված սոխ, սրա մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք, ուրեմն մեզ պետք է սոխ, մեզ պետք է սունկ, մեզ պետք է բլղուր, մեզ պետք է հավկիթ, կանաչ պղպեղ, լոլիկ, ունենք պանիր, պատրաստելու ենք դեռ սոուս, որը վերջում պետք է ավելացնենք մեր ուտեստի վրա, մինչ ջեռոց տեղափոխելը, դրա համար մեզ պետք է լինելու մայոնեզ, պետք է լինելու մանանեխ եւ բնականաբար այս ամենին հավելելու ենք համեմունքներ։ Այսպիսի այսպես բազմապիսի
մթերքներով ուտեստ եմ առաջարկում այսօր, սակայն հուսով եմ, որ մնալու եք մեզ հետ, որպեսզի այս ընթացքը եւ պատրաստման եղանակը գրի առնեք ձեզ մոտ։ Սիրելիներս, լավ տրամադրություն եմ մաղթում, հուսով եմ, որ լավ եք ձեզ զգում եւ հենց այս պահին խոսքս դեռ պետք է փոխանցեմ Չքնաղ Սոնային, որպեսզի նա շատ հետաքրքիր բաների մասին խոսի հենց ձեզ հետ։ Շնորհակալ եմ շատ սիրելի Ադրինե, իհարկե առողջ սնունդը եւ մարզումները այն հիմնական բանաձևն է, որպեսզի մնանք առողջ եւ պահենք մեր իմունիտետը ինչպես հարկն է, քանի որ դեռ ցրտերը առջևում են եւ իհարկե վիրուսներից խուսափելու համար պետք է պատրաստվել։ Իսկ որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկ համալիրում քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հենց հիմա էլ տեղափոխվենք այնտեղ եւ մեր առավոտյան մոտիվացիայի չափաբաժինը ստանանք ու վերադառնանք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, որպես յոգա եւ պիլատեսի մարզիչ։ Այսօր ես ձեզ կառաջարկեմ մի քանի յոգական վարժություններ, որը կարծում եմ բոլորին հասանելի կլինի։ Գնացինք։ Նստում ենք, կանգնում ենք ծնկներին, աջ ոտքը բերելով առաջ, ձեռքերը պահում ենք կոնքերին եւ փորձում ենք կոնքով գնալ դեպի առաջ, ուսերը տանելով հետ։ Շունչ, արտաշունչ։ Շունչ, արտաշունչ, 1, 2, 3, 4, շարունակում ենք վարժությունը, ավելացնելով ձեռքերը, 1, 2, 3, 4, 1, 2, պահում ենք դիրքի վրա, 4 հաշիվ, 3, 2, 1, փորձում ենք այս ձեռքով դանդաղ իջնել և մի փոքր ավելի արտակորվել դեպի ետ։ Պահեցինք, շատ լավ, գնում ենք դանդաղ, մի փոքր հետ, ձեռքերը պահելով ներքև, արտաշունչ, փորձում ենք ներսի ձեռքը թողնել, դրսի ձեռքով, ձգվում ենք վերև, 4 հաշիվ, փոխեցինք ձեռքը, ոտնաթաթը փորձում ենք բարձրացնել 1, 2, 3, 4, գնում ենք դեպի ծունկ և ձգվում ենք դեպի առաջ, պահելով ևս 4 վայրկյան։ Շարունակեցինք այս ամենը մյուս կողմ, մյուս ոտքը գալիս է առաջ, ձեռքերը կոնքերին, շնչառությունը ազատ, շունչ, արտաշունչ։ Չորս, 3, 4, ձեռքերով, 1, 2, 3, 4, 1, 2, պահեցինք 4 հաշիվ, կոնքը լավ հրելով առաջ, 4, 3, 2, 1, ձեռքը, հետևի ձեռքը իջեցնում ենք դեպի ծունկ, առջևի ձեռքով ձգվեցինք, բացվում ենք, դանդաղ, վերադառնում ենք հետ, ծունկը ուղղվեց, ձեռքերը ներքև, բարձրացրեցինք, մյուս ձեռքը պահելով 1, 2, 3, 4, մյուս ձեռքով, 1, 2, 3, 4, նացինք հետ և վերջի 4 ակնթարթը պահում ենք, խորը շունչ, արտաշունչ։ Այսօր այս քանը
Կհանդիպենք կրկին։ Մոտիվացիայի չափաբաժինը մեզնից։ Նշեմ նաև, որ Ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեք հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Եվ մինչև դուք կպլանավորեք թե շաբաթվա որ օրերը մարզվեք, նշեմ, որ 3 օրը լրիվ բավական է, որպեսզի միշտ տոնուսի մեջ լինեք։ Հիմա մենք կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք ջեռոցում, այսպես համեղ ջեռեփուկ։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Մեզ պետք է, ինչպես նշեցի, հավի կրծքամիս, որը աղացած վիճակում է, եւ այստեղ ունենք բազմապիսի բանջարեղեններ, մթերքներ։ Ինչ է, հերթականությամբ գնանք առաջ, որպեսզի չխառնենք որևիցե բան եւ ես ինչ որ բան բաց չթողնեմ։ Այսպես Հերթով մանրամասը պատմելով կգնանք առաջ։ Աղացած մսի վրա ավելացնում եմ տապակված սոխ։ Ինչու եմ որոշել տապակված սոխ ավելացնել, որպեսզի շատ ավելի նրբահամ ստացվի մեր ֆարշը, մեր խճողակը եւ ավելի թեթև, այսպես ասած, ծանրամարս չդառնա։ Եվ այստեղ ուրեմն տապակելու ընթացքում սիրելիներս ավելացրել եմ բարբարիս։ Ինչու եմ ասում բարբարիս, երևի թե բոլորիդ ավելի ծանոթ է այս բառը, հայերեն իհարկե ծորի են ասում իրեն, եւ իհարկե շաֆրան եմ այստեղ թրմել եւ ավելացրել, դրա համար այսպես ոսկե գույն է դարձել։ Ավելացնում ենք նաեւ տապակված սոխը եւ բույրի եւ համի առումով էլ ավելի հանգիստ կլինենք, որովհետեւ արդեն եփված է սոխը։ Ահա Այսպես, այստեղ ավելացնում ենք նաև մի փոքր մանր բլղուր։ Մանր բլղուրը ավելացնում եմ բնականաբար, որպեսզի փափուկ ստացվի մեր խճողակը։ Մշտապես օրինակ կոտլետ պատրաստելիս մենք ավելացնում ենք հացի խմոր կամ ուրեմն սպիտակաձավար, նայած ով ինչ է նախընտրում։ Ես այսօր որոշեցի ավելացնել մանր բլղուր։ Իմիջիայլոց նշեմ մայրիկիս խորհուրդով, որովհետև ասաց, որ բլղուրով շատ ավելի համեղ է ստացվում, այնպես որ ես էլ առաջին անգամ այսօր բլղուրով եմ փորձում այս տարբերակը։ Ահա, ավելացրեցինք նաև բլղուրը։ Հիմա ավելացնում ենք 1 հավկիթ։ Այսպես։ Այս մյուսը կթողնենք ուրեմն մեր մյուս սոուսի, այսինքն մյուս բաղադրատոմսի համար, այսպես ասած։ Հիմա ավելացնում ենք համեմունքները։ Բնականաբար աղ ենք ավելացնում։ Քրքում ենք ավելացնում։ Կարմիր պղպեղ։ Սև պղպեղ։ Աննշան Սուրենը այսօր այստեղ չէ, կարելի է հանգիստ ավելացնել, նույնիսկ աննշան չէ, լավ էլ կարելի է սխտորի փոշի ավելացնել, չնայած գործընկերներս բնականաբար օրվա ընթացքում աշխատանքի են լինում եւ մի փոքր խույս են տալիս այս համեմունքներից, սակայն սրանք շատ անհրաժեշտ են։ Այստեղ կարելի է միքս տարբերակ էլ ավելացնել, մսամթերքի համար նախատեսված, այսպես մի փոքր խմելիս ունելի եւ ամեն բան պատրաստ է, մեզ մնում է լավ խառնել։ Ամենահետաքրքիրը ինչ է լինելու, սիրելիներս, որ մինչ ջեռոց տեղափոխելը մենք փորձելու ենք այս խճողակը ուրեմն դասավորել պիցայի տեսքով, յուղաթղթի վրա ես այսպես կլոր կբացեմ այն, եւ վրան կսկսենք պիցայի պես շարել մնացած բաղադրիչները եւ այդպես կտեղափոխենք ջեռոց։ Ահա, լավ խառնում ենք, որպեսզի բոլոր համերը միախառնվեն։
Սիրելիներս, ինչը վերաբերվում էր ուրեմն բարբարիսին, կարող եք այն բացառել, եթե ձեռքի տակ չկա եւ այսպես համը գուցե ձեզ դուր չգա, կարող եք չօգտագործել։ Այն պարզապես այսպես նուրբ թթվաշություն է հաղորդելու ֆարշին։ Եվ այսպես, սիրելիներս, արդեն ֆարշը պատրաստ է, հետո մեկ անգամ եւս կկրկնենք բաղադրիչները, հիմա մի փոքր դադար է լինելու, կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, ես եկել եմ Մադրինեի խոհանոց, որպեսզի փորձեմ օգնեմ կամ խանգարեմ։ Ես շատ կարոտել եի այս պահերին, այո, հետաքրքիր պահերն են մեր, կարծում եմ մեր օրը եւ տրամադրությունը հենց այս պահն է բարձրացնում, որ միասին ենք եւ միասին փորձում ենք հեռուստադիտողի հետ կիսվել մեր բաղադրատոմսով։ Ես շատ ուրախ եմ միացել ես ինձ։ Ես էլ եմ շատ եւ ընդհանրապես որ այսօր հանդիպեցինք վերջապես։ Երկար դադարից հետո։ Այո, երկար դադարից հետո։ Հիմա ես քեզ հանձնարարություն եմ տալիս, սիրելիս, որ դու կլոր շերտերով կտրատես լոլիկը։ Եվ իհարկե ես հեռուստադիտողին կասեմ շարունակությունը մեր ֆարշը արդեն պատրաստ է եւ հիմա պետք է պատրաստենք սոուս, որը պետք է ավելացնենք մեր ֆարշի վրա։ Ինչ է պետք դրա համար։ Իսկ լոլիկը մեկը թե երկուսն էլ։ Արի մեկը կտրատի, ընթացիկ կհասկանանք, եթե կարիք լինի ավելացնել, կավելացնենք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ քեզ, ես անցա առաջ։ Այստեղ սիրելիներս ավելացնելու ենք մայոնեզ։ Սոնա ջան, քեզ պետք է խանգարեմ, այո, մի գթալ եւ մի այսպիսի բահիկ վերցնեմ։ Ահա։ Եվ այլևս չեմ խանգարի, շնորհակալ եմ։ Ուզում ես խանգարել։ Այսպես մայոնեզ ենք ավելացնում, սիրելիներս։ Իհարկե կարելի է նաև թթվասեր օգտագործել, ինչու ոչ, բայց ես նախընտրեցի մայոնեզը եւ իհարկե մանանեխի հետ մայոնեզը շատ համեղ համադրություն է։ Այստեղ ավելացում եմ հատիկավոր մանանեխ, այն շատ համեղ կդարձնի մեր սոուսը։ Քիչ առաջ սխտորի փոշից խոսեցիր, ես չլինելով չուտող մարդ, ես սխտոր սիրում եմ։ Հոյակապ է, ես դրա մասին գիտեմ, դրա համար մի փոքր այսօր էսենց ռիսկով եմ։ Եվ այնպես որ ես միշտ եմ ասել, էլ ինչ խոհանոց առանց սոխ եւ սխտորի, սակայն դե մարդիկ կան խուսափում են։ Բայց առատա ձեռն ես խոհանոցում, բուսական յուղն էլ ես շատ առատ միշտ։ Օգտագործում։ Այո։ Ինչ անեմ, դե այդպես է ստացվել։ Ահա, աստեղ ավելացրեցի նաև մեկ հավկիթ, որպեսզի կպչունություն ապահովի մեր սոուսին։ Եվ իհարկե այստեղ պետք է ավելացնենք, այսպես առատ պետք է ավելացնենք նաև պանիրը։ Ես արդեն պատկերացնում եմ ինչ համեղ է լինելու, հատկապես այստեղ էս բույրերը իմ մոտ են հենց։ Այո, եւ չգիտեմ ինչի ենք ինձ պատժել։ Դժվար է կենտրոնանալ, բայց ամեն դեպքում Բայց համեղ է լինելու, հուսով եմ, որ բոլորս կվայելենք այդ համեղությունը եւ իհարկե հեռուստադիտողը եւս այսօր կփորձի այս համեղ բաղադրատոմսը եւ օրվա ընթացքում այսպես կգոհացնի իր ընտանիքի անդամներին։ Էլի շատ երկուշաբթի օրվա բաղադրատոմս է, որովհետեւ շաբաթը նոր ենք սկսում եւ պետք է այսպես շատ էներգիա եւ շատ առողջ սնվել, որպեսզի կարողանանք ամբողջ շաբաթ աշխատել եւ լինել պրոդուկտիվ։ Այո։ Այստեղ ինչ որ կարծում եմ հատիկն է շատ խոշոր մանանեխի, այստեղ ես անձեռոցիկով փորձեմ։ Ես մինչ այդ մի քիչ խառնա։ Այո։ Անդրին, սա ոնց որ չես պատրաստել, չէ՞ երբևէ այստեղ։ Ես անկեղծ ասած, այո, նորություն է, այստեղ չենք պատրաստել եւ ընդհանրապես, այո, ես այսօր որոշեցի այսպես ինքս էլ փորձել, տեսնենք թե ինչ կստացվի։ Առհասարակ առաջին անգամ ես պատրաստում։ Առհասարակ առաջին անգամ եմ պատրաստում, բայց պատրաստել եմ նմանատիպ այլ տարբերակ, այսինքն տարայի մեջ ենք պատրաստել, բայց սա պիցայի տարբերակն է, որը երբևէ ես չեմ, այո, երբևէ չեմ ավելացրել, չեմ պատրաստել։ Արի այս մի փոքրն էլ ավելացնենք։ Այո, շնորհակալ կլինեմ։ Վերջ։ Ոյ, շատ այսպես հյութեղ եւ շատ գրավիչ տեսք ունի արդեն։ Այդտեղ կարելի է շատ աննշան ավելացնել սև պղպեղ։ Մի փոքր, քանի որ մանանեխ կա այստեղ եւ հաստատ արդեն որոշակի համ ունի մեր
սոուսը։ Այսքան բան սիրելիներս, ուրեմն այստեղ օգտագործեցինք մայոնեզ, հատիկավոր մանանեխ, աղ, սև պղպեղ եւ իհարկե քերիչով անցկացված պանիր, հալչող պանիր, սա էլ շատ կարեւոր է։ Դե արի փորձենք ֆարշը, այո, հավաքենք, Հավաքել իրար գլխի։ այո, հավաքենք, տեսնենք ինչ է ստացվելու։ Ահա, լցնենք այս յուղաթղթի վրա։ Եվ ես հիշեցնեմ շատ սիրելի հեռուստադիտողներին Իջևանի գինու գործարանի մասին, որը բացի անմահական գինիներից եւ հյութերից նաեւ պահածոների լայն տեսականի է առաջարկում, բոլորը տնական համի ու հոտի մասին են փաստում, ձեռք բերեք եւ վայելեք, եւ նույնիսկ ձեր հյուրերին կարող եք զարմացնել ու ասել, որ ինքներդ եք պատրաստել, որովհետեւ տնականից ոչ մի բանով չեն տարբերվում։ Այո, հոյակապ են, շատ համեղ են, մենք մշտապես ասել ենք այդ մասին եւ հեռուստադիտողի հետ նաեւ փորձել ենք, այստեղ բոլորս վայելել ենք այդ համեղությունը, այնպես որ դե հիմա մանավանդ ձմեռ է, բոլորս արդեն գնում ենք դեպի պահածոների շրջան, այո, այնպես որ կարելի է Ճիշտ վայելել։ ժամանակն է ձեռք բերելու եւ վայելել։ Ճիշտ ես։ Հետո Հետո գալիս է, այո, այն համեղ իսկական պահը, որը սոն, բայց մի խնդրանք ունեմ։ Եթե կարելի է դու քո արդար ձեռքով խնդրեմ մի փոքր աղցանես, այս որովհետև ինձ թվում է մի փոքր այսպես քիչ է արել աղը։ Եվ կարծում եմ կարող ենք հիմա դադար ունենալ։ Օ, դադար շատ բարի։ Հիմա ունենանք կարճատև դադար սիրելի հեռուստադիտողներ, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, արդեն ես իմի եմ բերել մեր օրվա բաղադրատոմսը, ինչպես հիշում եք, խճողակ էինք պատրաստել աղացած հավի կրծքամսից, համեմել էինք եւ իհարկե պիցայի ֆորմա ենք տվել, վրան ավելացնելով, այսինքն դասավորելով շերտավոր լոլիկը, կանաչ պղպեղը եւ սունկը։ Սունկը ինձ մոտ պահածոացված է, դուք կարող եք թարմ տարբերակը օգտագործել եւ հիմա մնաց ամենավերջում ավելացնել այն հետաքրքիր սոուսը, որը միասին պատրաստեցինք՝ մայոնեզ, հատիկավոր մանանեխ եւ իհարկե քերիչով անցկացված պանիր։ Այս բոլորը լցնում ենք մեր մթերքների վրա եւ իհարկե տարածենք եւ տեղափոխենք ջեռոց։ Ահա, այսպես պատկերացրեցիք մոտավորապես ինչ է ստացվելու։ Ահա, վրան մի քանի հատիկ սունկ ձևավորման համար կդասավորեմ եւ կտեղափոխեմ ջեռոց, սիրելիներս, հուսով եմ մեզ հետ եք, մեր հարգելի հյուրերը արդեն տաղավարում են եւ պետք է Սոնան շատ հետաքրքիր զրույց ունենա նրանց հետ։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն շատ սիրելի Ադրինե, այո, ինչպես նա արդեն նշեց, ես ունեմ շատ հետաքրքիր հյուրեր, տեղափոխվում ենք երաժշտ տարվեստ եւ հիմա սիրով ներկայացնեմ հյուրերին ու արդեն սկսենք մեր զրույցը։ Եվ այսպես, այսօրվա մեր հյուրերն են Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգեցողության ամբիոնի դասախոս Լիլիթ Գրիգորյանը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Գևորգյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Լիվոյս վոկալ ստուդիայի սան խոհարար մասնագիտությամբ հոգեբան Կարապետ Գևորգյանը, բարի առավոտ, եւ Սուսաննա Բաղդասարյանը Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհի։ Բարի լույս։ Գիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց այսօր ուսանողների միջազգային օրն է, այնպես որ սրտանց շնորհավորում եմ ձեզ այդ առիթով եւ շատ ուրախ եմ, որ հենց այսօր եք մեզ մոտ հյուրընկալվել։ Եվ որպես դասախոս ձեզ հարց ունեմ։ Ես եմ դասախոս։ Ինչպես կգնահատեք ուսանողների պատրաստվածությունը այսօր, ինչպիսի սերունդ ունենք։ Մենք ունենք շատ տաղանդավոր սերունդ։ Ընդհանրապես այդ տաղանդավորների կարելի ասել 50%-ը սովորում են Բաբաջանյանի քոլեջում եւ այս արդյունքները մենք գրանցել ենք հենց այդ պատրաստակամության, այդ աշխատասիրության եւ ջանասիրության արդյունքում։ Իսկ դասախոսական աշխատանքում ի՞նչն է ամենաշատը կարևորում։ Երևի թե Քիչ բարդ հարց է, բայց նվիրվածությունը գործին, մասնագիտական հմտությունները ամենակարևորը, որ կարողանանք ճիշտ դաստիարակենք երաժշտության օգնությամբ, ճիշտ դաստիարակենք եւ լավ արդյունքների հասցնենք մեր ուսանողներին։ դե արդյունքների մասին, որոնք արդեն ակնհայտ են եւ արդեն
փաստերով ունենք։ Հիմա փորձենք հասկանալ մեր տաղավարում դրված այս գավաթները երբ, որտեղ, ինչպես ենք նվաճել։ Սկսենք Լիլիթից։ Ամռան ամիսներին Լիլիթը մասնակցեց մի շարք միջազգային մրցույթների, Իսպանիայում մասնակցեցինք Summer Talent League միջազգային մրցույթին, որտեղ մեր գեղեցկուհին զբաղեցրեց պատվավոր մեծ մրցանակը ստացավ, Grand Prix ստացավ։ Այնուհետև Հայաստանում մասնակցեց Voice of the World միջազգային մրցույթին, կրկին մեծ մրցանակ ստացավ եւ օգոստոսին էլ Լեհաստանում է մասնակցել եւ ստացել է հատուկ մրցանակ։ Մի քիչ թող ինքը պատմի արդեն մրցույթների մասին։ Մրցույթների մասին պատմի։ Ինչն էր ամենաբարդ։ Ամենաբարդ բանը պատվով երկիր ներկայացնելու փաստն է, որ պարտադիր պայման է հաղթանակած վերադառնալ հայրենիք, Պատասխանատվությունը շատ մեծ է, երբ որ դրսում ես ներկայացնում Հայաստանը, բայց որ ասեմ լարվածություն կար, ընդհանրապես չկար, որովհետև ես 19 տարի երգեցողության մեջ եմ ու ընդհանրապես բարդություն չեմ տեսնում ոչ մի մրցույթների ժամանակ էլի։ Շատ սիրով եմ անում ամեն ինչ, ինչ որ կապված է երաժշտության հետ, երգեցողության հետ, ու դեռ ապագայում էլ անելու անելիքները շատ են, էլի։ Կային արժանի մրցակիցներ։ Շատ։ Բոլորը արժանի էին։ Ահա։ Շատ ուժեղ էր մրցակցությունը, բավականին։ Շատ լավ։ Գնանք առաջ եւ ինձ ճիշտ ասած Կարապետի կենսագրությունը շատ հետաքրքրեց։ Խոհարար, վոկալ ստուդիայի սան, հոկեբան, այս ինչ sense շատ խառը տեղերից վերցրած միքս է։ Այո։ Դե ես որպես արվեստի մոտիկ մարդ սիրում եմ համարվեստի մոտիկ լինեմ, ամեն սիրում եմ մարդկանց հետ աշխատել, մարդկանց հասկանալ։ Ինձ թվում է արվեստի մարդիկ միշտ հասկանում են մարդկանց, էլի դրա համար տենց մի քիչ մոտիկություն կա։ Հետաքրքիր տեսակետներ, ես մի քիչ տենց կվիճեի, որ արդյոք բոլորը, երևի դուք, Չէ, բոլորը չէ, հայ։ հոկեբանի մասնագիտությունն է եւ այստեղ օգնում։ Ահա։ Չէ՞։ Իսկ որտեղից ենք սկսել, որ մասնագիտությունն էր առաջինը։ Առաջինը խոհարարությունը, բայց առաջինը խոհարարությունից եմ սկսել աշխատել եմ որպես խոհարար, սիրում եմ շատ իմ գործը, որտեղ միշտ ինչ որ հորինելու բան կա խոհարարության մեջ, միշտ կարող ես քո կողմից ինչ որ բան ավելացնել, հետո երաժշտությունը միշտ մանկուց սիրել եմ երաժշտությունը, հետո որոշեցի, որ տամ հոկեբանություն սովորեմ։ Ինչու՞։ Որովհետև ներքին զգացողություն կա, որ ես միշտ ասենց մտածում եմ, որ ես մարդկանց լավ եմ հասկանում։ Ինձ թվում է դա կօգնի ինձ կյանքում այդ ինչ որ բան էլի։ Հատկանիշը կօգնի, որը իսկապես կօգնի։ Դե խոհարարությունն էլ է արվեստ, որովհետև այնտեղ ստեղծագործելու մեծ հնարավորություններ ունենք։ Միշտ տորթը հաղթանակի պատրաստում է, բերում է, հա, ճիշտ եմ հասկանում եմ, բարդ պատասխանատվությունը ձեզ վրա է։ Համեղ բաներ է պատրաստում։ Լեհաստանում մեր խոհարարը Կարապետն էր, շատ համեղ բաներ էր պատրաստում երեկոյան ժամերին։ Փորձեցիք, սիրեցիք։ Հա, շատ լավ։ Իրենց վարդագույն սուպը սիրեցիք, փորձեցիք։ Չենք փորձել։ Չենք փորձել, ես շատ եմ սիրում, որովհետև իսկապես շատ համեղ են լեհերը պատրաստում այդ սուպը։ Եվ ձեր հաջողությունների մասին էլ խոսենք, դուք շատ համեստ լռում եք։ Ես ամռանը մասնակցեցի փոքրիկ քայլին եւ գրավեցի գլխավոր մրցանակը Grand Prix-ին։ Մեր Սուսաննան։ Բացի դա արդեն երգում եմ գրեթե 10 տարի, որի ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ փառատոների եւ մրցույթների, գրավելով բարձր հորիզոնականները եւ հատկապես փոքրիկ քայլն եմ ուզում շեշտել, որովհետեւ հասել եմ այդ հաջողությանը իմ դասախոսի Լիլիթ Արտուրովնայի շնորհիվ։ Սուսաննան շատ տաղանդավոր է։ Ընդհանրապես իմ ուսանողները շատ տաղանդավոր են եւ այսօր ես շատ հպարտ այստեղ նստած եմ, որովհետեւ նրանք պատվով ոչ միայն ներկայացրել են Հայաստանը, այլ նաեւ ինձ։ Եվ շատ հոգատարությամբ եք խոսում, ինձ հետաքրքիր է մրցույթների մեջ առհասարակ բարդությունը երևի ավելի շատ է եւ մարդը որպես հոկեբան ինձ թվում է կփաստը կամ մրցակցային է կամ ոչ։ Ես մրցակցային մարդ չեմ ու մրցույթներ չեմ սիրում։ Ոնց եք գտնում ով պետք է մասնակցի մրցույթի, ով է պատրաստ, ինչպես եք որոշում այդ բարդ հարցը։
Ճիշտ ասած բարդ չի, որովհետև ինձ մոտ սովորում են բացառապես տաղանդավորները հերթով մրցույթներին, այս մրցույթին դու ես մասնակցելու, մյուս մրցույթին մյուս երեխան է մասնակցելու, բարդություն չկա ինձ թվում է։ Իսկ հոգեպես էլի դուք եք պատրաստում, թե արդեն յուրաքանչյուրը միասին ենք, թիմային աշխատանք է կատարվում, միասին ենք աշխատում եւ Բաբաջանյանի քոլեջում ենք աշխատում եւ իմ ստուդիայում ենք աշխատում, որպեսզի իրենք լավ արդյունքներ գրանցեն։ Եվ ձեր արդեն ոչ խոհարարական արդյունքների մասին եւս պատմեք։ Այս տարի օգոստոսին գրավեցի երկրորդ տեղը Լեհաստանում։ Շատ բարդ մրցույթ էր։ Շատ մեծ էր մրցակցությունը, որտեղ տարբեր երկրներից շատ տաղանդավոր նորից տղաներ կային, աղջիկներ կային։ Ես, չգիտեմ, երկրորդ տեղը վերցնելուց շատ հպարտ եմ զգացել, որ կարողացել եմ Հայաստանին բերել երկրորդ տեղը միջազգային մրցույթում։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում, որպեսզի ձեր մրցանակները միայն շատանան եւ այս ամենի կողքին իհարկե ամենակարևորը լավ հիշողություններն են, որոնք այս տարիների ընթացքում կուտակում եք եւ շատ հուսով եմ, որ ձեր ուսանողական տարիների կյանքը եւս այսպես հրաշալի է անցնում, որովհետեւ այդ տպավորությունները ամբողջ կյանքի ընթացքում մնալու են ձեզ հետ։ Ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Սարգոն կարմիր չոր գինի, որպեսզի ձեր հաղթանակները տոնելու հրաշալի առիթները Սարգոնի միջոցով շնորհակալ ենք, մենք էլ շնորհակալ ենք մեզ հրավերքի համար։ Շնորհակալ եմ եւ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Իսկ մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մնում ենք երաժշտության ոլորտում եւ այսպես տաղանդավոր երգչուհի Անի Պետրոսյանը փայլուն եւ հաղթական ելույթներ է ունեցել ռուսական մեծ բեմ միջազգային երաժշտական փառատոն մրցույթում, որը անցկացվում է Մոսկվայում։ Փառատոնային բոլոր փուլերում Անին արժանացել է ժյուրիի բարձր գնահատանքին եւ ընդգրկվել է լավագույն եռյակում, ինչն էլ հնարավորություն կտա գալիք տարում ելույթ ունենալ Գրան ֆինալում։ Եվ այսպես տաղավարում են Արցախի ձայներ խմբի անդամներ Անի Պետրոսյանը եւ Էռնան։ Բարի առավոտ։ Բարի լույս, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալ ենք, առաջինը շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է գտնվել այստեղ ձեր տաղավարում եւ հուսով եմ անմիջական զրույց կունենանք։ Միանշանակ ես էլ շատ ուրախ եմ, որ այստեղ եք եւ ցանց շատ լավ առիթով եք այստեղ։ Միանգամից հետաքրքրեց Անի ջան այն ճանապարհը, որը անցել եք եւ իհարկե հաջողությունները, որը գրանցել եք։ Մինչեւ հաջողությունները եկեք ճանապարհի մասին խոսենք։ Բարթեր Ոչ այնքան, որովհետև արդեն 10 տարի է հենց այդ ոլորտում եմ, 10 տարի է ինչ Արցախի ձայների խմբում եմ եւ զբաղվում եմ երգով ընդհանրապես։ Այդ 10 տարվա ընթացքում մասնակցել եմ տարբեր մրցույթների եւ ռուսական եւ եվրոպական։ 2020 թվականին պատերազմի օրերին մասնակցել եմ Նորալիքին, Հայաստանն եմ ներկայացնել, նույն թվականին նաև Ֆեստալոնյան եմ մասնակցել, երկրորդ տեղն եմ գրավել, նաև մասնակցել եմ 2022 թվականին մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլին, եւ այս 10 տարին իմ մոտ շատ sense լեցուներ մրցույթներով, Փորձեր մեծ փորձեր ունեի, այո, եւ փորձում էի ամեն կերպ բարձր պահել մեր դրոշը, մեր Արցախի ձայների խումբը անունը։ Այդպես։ Ովքեր էին պատվիրակության կազմում, Էռնան կար։ Էռնան չէ, մեծ ընտանիքի կազմով էինք, ավելի շատ, որովհետև այդ պատերազմի օրերն էին, մի կողմից էլ կորոնավիրուսի շրջանն էր, բայց կարողացանք հաղթահարել։ Էռնա ջան, ինչ կասեք դուք եւ Անի այսպես կատարումների մասին, վստահ եմ դիտել եք, հետևել եք եւ արդյունքի մասին։ Կարող էր ավելի լավ լինել, թե ամենալավը արդեն։ Իհարկե կարող է ավելի լավ լինել, ճիշտ ասած մրցույթներում երգերը եւ համերգի ժամանակ երգելը շատ տարբեր բաներ են եւ միանգամից այդ հուզմունքը սա ամբողջովին քո վրա ազդում է եւ նոտաների եւ ամեն ինչի, բայց Անին, քանի որ
էությունով շատ ուժեղ աղջիկ է, ընդհանրապես ամեն առումով, թե որպես մարդ, թե որպես երգչուհի, թե որպես արտիստ բեմի վրա, նրա հետ շատ հեշտ է աշխատել ու շատ մեծ հաճույք է։ Ես օգնում եմ Անիին, ճիշտն ասած, վոկալի առումով։ Մենք անդադ կապ ենք պահում մեր հիմնադիր ղեկավարի հետ, Լիրա Քոչարյանի հետ, որը հիմա գտնվում է Իսպանիայում, եւ այսենց ոնց ասեմ, միասին աշխատանք է գնում եւ Անից շատ գոհ եմ, որովհետեւ էլի եմ ասում, ես էլ եմ միշտ մասնակցել մրցույթների ժամանակ մի քիչ ավելի է լարվածությունը շատանում, բայց նա արժանապատիվ իմ կարծիքով արժանապատիվ ներկայացրեց Հայաստանը եւ հուսով եմ, որ էլի կունենա ապագայում լիքը հաջողություններ, պետքա շատ աշխատենք։ Նա Արցախի ձայն ջունիոր նոր սերնդի ամենից վառ ներկայացուցիչներից մեկն է եւ միշտ չգիտեմ, նենց անում, որ մենք լավ ենք զգում։ Իսկ ո՞նց են քան որ հնաբնակներից մարդ կա այստեղ, ձեզ հարցնեմ, էլի լավ են ընդունում միանգամից են սրտաբաց, թե պետքա երկար ճանապարհ անցնել, որպես Չէ, հենց սկզբից էլ սրտաբաց, դե ես որ փոքր տարիքից էի հենց իրանց հետ, արդեն իրանց վնով սենց մեծացել եմ։ 5 թե 6 շատ փոքր ժամանակվանից, բայց առաջին անգամ 2 տարեկանում եմ բարձրացել բեմ։ Հենց 2 տարեկանում Արցախի հիմն եմ երգել։ ծնողների հետ միասին բեմին, ինքը շատ փոքր էր, ես էլ նոր ընդունված էի այդ տարի Արցախի ձայներ։ Դե Արցախի ձայները ապահովված է լավ սերունդը, այսպես գալիս է եւ հիմնական կազմը մտածելու ոչինչ չունի, որովհետեւ փոխարինող մարդիկ այսպես գալու են ձեր կողքին կանգնելու են, հետո արդեն այսպես երկար ճանապարհ անցնելու են միասին։ Մրցութային առումով ինձ հետաքրքիր է մրցույթների ընթացքում ամենաբարդը ինչն է, կենտրոնանալը, ինչն է, որ մրցույթների ընթացքում ամենաբարդն է ձեզ տրվում։ Մրցույթների ընթացքում ամենաբարդ այն է, որ պիտի կենտրոնանաս հենց քո աշխատանքի վրա ու արժանի անցկացնես այդ 3 րոպեն, որը դու բեմի վրա ես։ Շատ ժամանակ կենտրոնացումն էլ է մի քիչ խանգարում, որովհետև այսպեսով ասեմ, մի քիչ ավելի շատն ես անում, քան պետք է անես, եւ իմ համար օրինակ կարեւոր է նա, որ հանդիսատեսը քեզ սիրի, ես օրինակ ոչ մի ժամանակ ժյուրին չէի նայում, որովհետև շատ լարում է, անդադ փորձում էի հանդիսատեսին գրավել եւ նույնպես նույն խորհուրդներով իրանք են մեծանում եւ հենց մեր ռոպագանդան նա է, որ նրանք կան հասնեն հիմնական Արցախի ձայնի խմբին, անձնակազմին, այո, եւ արդեն իսկ Անին մեծ հաջողություններ ունի նաև այդ ոլորտում, որտեղ արդեն մեր հետ դուրս է գալիս, միասին երգում է այն, ինչ որ մեծերն են երգում, թե համերգների, թե կորպորատիվների ժամանակ։ Իմ կարծիքով նա մեր ամենից պարտաճանաչ արտիստներից մեկն է, ում հետ շատ հետաքրքիր է աշխատել։ Եվ երգերի ընտրության մասին էլ կուզեմ պատմեք, որովհետև ամենապատասխանատու պահերից մեկն է, եթե սխալ երգ ընտրեք, գուցե նույնքան չհաջողեք, ինչքան ճիշտ երգ ընտրելու դեպքում։ Ում խորհուրդն է եղել, ինչ երգեր եք ընտրել։ Երգեր ընտրել ենք հենց թիմով, առաջին հերթին իմ պրոդյուսերի հետ, Լիրա Քոչարյանի հետ, փորձել ենք ընտրել այնպիսի երգ, որ եւ վոկալային ուժեղ լինի, կարողանա ցույց տալ քո տվյալները, եւ որպես, այո, եւ կրեատիվ լինի, եւ որպես արտիստ քեզ կարողանա ցույց տալ բեմին, եւ ինձ թվում է ստացվել է, եւ Կիսա եզրափակիչին եւ եզրափակիչին նենց են կարել, որ արժանի ելույթ լինի, եւ ինձ թվում է ստացվել է։ Ձեր դեպքում երգերի ընտրության մասով ինչ կասեք։ Ինչ կարծիք ունեք։ Շատ հետաքրքիր երգացանկով է գնացել, Նետայի Թոյի երգը երգեց առաջին օրը, որը շատ գրավիչ, շատ այդպես կրեատիվ, շատ պարային երգ է, որտեղ նա կարողանում է ցույց տալ ոչ միայն վոկալ, այլ նաև պարային շարժումներ, եւ երգեց Արմենիա Մայա երգը, որով ես հանդես եկա նորալիք մրցույթում 2017 թվականին Թաթայ Սիմոնյանի եւ Դնիպրովի Արմենիան, մի քիչ ձևափոխել ենք, Անին դա է ներկայացրել եւ շատ մեծ հոգով ու սրտով է երգել, այնտեղից զգացվում էր։ Մենք on-line էինք, ճիշտ է հետևում, բայց ամենից շատ սիրուն էր։ Ժամանակակից աշխարհում առհասարակ շատ տարբեր ոճեր կան եւ ընտրությունը թե ինչ լսել շատ մեծ է։ Ինձ հետաքրքիր է դուք կարողանում եք սովորական մարդու, այսպես, չգիտեմ, ուղղակի վայելող, երաժշտություն վայելող մարդու նման ընտրել երգեր եւ լսել, թե ձեզ մոտ միշտ այսպես, եթե ինչ-որ միտեղ վոկալային տվյալները բացող երգ է, դա ավելի շատ է գրավում։
Չէ, իրականում երգիչը ու ընդհանրապես երաժիշտը պետքա տարբեր բնագավառների, տարբեր ոլորտների երաժշտություն լսի։ Ես միշտ մեր փոքր սերնդին ասում եմ, պետքա լսեք համ կլասիկ երաժշտություն, համ բլյուզ, համ ջազ, անգամ այն ինչ որ դու չես երգում պետք է անընդհատ լսես, բացի դրանից չէ, բոլորս ունենք մեր սիրած երգացանկը, անգամ ասեմ, որ հիմա այդքան էլ համերգների ժամանակ ու ընդհանրապես հանդիսատեսին գրավելու համար պետք չեն վոկալային շատ բարձր ինչ որ նոտաներ, հմտություններ, ինչքան որ պետքա բառեր շատ սովորական լինեն, պետքա շատ անմիջական լինես հանդիսատեսիդ հետ եւ սիրվում ես եւ մենք հենց այդ ուղղությունն ենք անին անգամ ստեղծագործում ունի իր սեփական երգը Արցախի մասին, այնքան շատ է սիրում Արցախը, որ մի անգամից այդ թեմայով սկսեց առաջինը գրել եւ դա շատ ողջունելի է, որովհետեւ այն ինչ որ դու ես գրում, դու ես երգում լրիվ ուրիշ տպավորություն ես թողնում եւ լրիվ ուրիշ բան ես զգում։ Դրա համար հաջողություններ անի, որպեսզի կարողանա իր երգացանկը ստեղծի եւ հիացնի հայ ժողովրդին։ Եվ խոսքերի հեղինակն եք եւ երաժշտության։ Այո։ Դե պատմեք ոնց ծնվեց Արցախ երգը։ Դե այս վերջին շրջանում, որ արդեն հասկացել եմ, որ կարամ ես ինչ-որ բան ստանամ, սիրուն երգ, հենց արդեն մի քանի հատ փորձում եմ ստեղծագործել, բայց առաջնայինը հենց այդ եկավ, որ պիտի Արցախի մասին անպայման լինի իմ երգացանկում, եւ սովորական օր էր, պրոստը որ ես արդեն ակորդները վсё հավաքեցի, ասեցի վсё, ես հաստատ Արցախի մասին է, ու այդ էմոցիոնալ դաշտի վրա եւ բառերը գրեցի եւ երաժշտությունը գրեցի ու սիրուն երգ ստացվեց։ Արդեն պատրաստ է երգ։ Դեռ լրիվությամբ պատրաստ չի, բայց որ պատրաստ լինի անպայման կլսենք։ Շատ լավ։ Եվ համերգների մասին էլ մի փոքր խոսենք, որովհետև ես պատիվ եմ ունեցել Արցախի ձայնային համերգը։ Այո, շատ հետաքրքիր էր։ Ծրագիրը շատ լավն էր ու շատ գրավիչ էր, այսպես մի շնչով է անցել իմ տպավորությամբ։ Եվ հետաքրքիր է այնտեղ եւ պարային համարներ կային եւ այսպես շատ մտածված էր հերթականությունը եւ Արցախը որպես պատմություն ներկայացնել է շատ հետաքրքիր ու գրավիչ էր, ճիշտ է, հուզիչ է, շատ մենք էլ ենք ուզում երգելուց, ճիշտ ասած։ Սրտին կպնող էր, բայց ծրագիրը ամբողջությամբ այսպես եւ համապարփակ էր, ամբողջական էր եւ շատ հետաքրքիր էր։ Երկար ենք աշխատել այս ծրագրի վրա։ Մենք այդ ծրագրով ճիշտ ասած ելույթ ենք ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելեսում եւ հենց այդ նույն ծրագրով հիմա շարունակում ենք այստեղ թողարկել համերգներ։ Ճիշտ ասած շատ մեծ աշխատանք է համերգները պահանջում, որտեղ սա պետք է մաքուր լինի, սինխրոն պետք է ամեն ինչ անես, հետո մեր ղեկավարը չէր թողնում ոչ մի ժամանակ մենք ուղակի կանգնենք ու երգենք։ Այդ իր համար բան էր, չգիտեմ, абսուրդ ինչ-որ բաներ, ասում էր պետք է ընդհանուր շարժվենք, պետք է բեմադրենք, դրա համար էլ Արցախի ձայնի հետաքրքրությունն ու տարբերվելը հենց դրանում է, որ մենք ունենք բեմադրություններ մեր երգերի հետ։ Եվ հիմա նույնպես շարունակվում է աշխատանքը, հիմա մենք ուզում ենք նոր երգեր թողարկենք, դուետներ անենք հայ աստղերի հետ, ինչ ոչ, որովհետև շատ կարևոր է այս շուկայում լինել ոչ միայն Արցախի մասին երգել, սրա մասին եմ ուզում խոսեմ, Արցախը միշտ պետքա պահենք, Ղարաբաղի մասին միշտ երգելու ենք, որտեղ դա մեր մեջ է ապրում ու չենք էլ կարա մոռանանք, բայց նայեք համերգի ժամանակ էլ այնտեղ մասեր կային, այսինքն մի հատը արցախյան կոլորիտ էր, մյուսը ինչ որ Հայաստանի առումով ու թեմատիկայով երգերը, տարբեր սոլոներ ունենք, որոնք որ էլի Արցախի մասին չի, հենց դա է հիմա մեր նպատակը, որ կարողանանք հասնենք հանդիսատեսի, ոնց ասեմ, սիրուն։ Այո։ Եվ բարբառը մշտապես պահելու եք, դա հետաքրքիր է իմանալ։ Ճիշտ ասած, հա, մենք սկզբից Արցախի ձայն անվան հետ էինք պրոբլեմ ունեցել ստեղ, նու պետք է ինչ-որ փոխեին կամ նու հասկանալի է, չենք խորանում քաղաքականության մեջ, բայց դա մեր համար անհնարին է, որովհետև մեզ դրանով են ճանաչել ու ընդհանրապես 2003-2004 թվականից այս խումբը գործում է որպես Արցախի ձայն։ Եվ իմ կարծիքով Արցախի ձայնը պետք է միշտ հնչի ամենուրեք եւ ամենտեղ, հենց դրանով ենք մենք զբաղված, որպեսզի բոլորը հիշեն Արցախը եւ հիշեն երգով, մշակույթով, ճաշակով։ Դուք խմբին որ թվականից եք միացել։ Ես միացել եմ 2010 թվականին, 12 տարեկան էի։ Հիմա արդեն 2 բալիկ ունեմ։ Ահա։ Հա, բայց շարունակում եմ լինել իմ համար Արցախի ձայնը ոչ միայն խումբ է կամ աշխատանք, իմ համար դա երկրորդ ընտանիք է։ Եվ մենք այնտեղ իրար հետ շատ ենք կապված իրար հետ ու իմ համար ամենից
եզակի տարբերակներից է, որ այդքան տարի է խումբը գոյություն ունի եւ պիտի շարունակի գոյություն ունենալ։ Իսկ դուք ունեք հենց այսպիսի սերունդով ենք ուզում շարունակել մեր գործը։ Այո, նոր սերունդը շատ այսպես իսկապես գալիս է լրացնելու։ Ճարպիկ, խելացի, հմուտ, շատ։ Եվ հետաքրքիր է ունեք սիրելի համար համերգային ծրագրում։ Այո, մեր Արցախյան հորովելն ենք սիրում, որը ձևափոխել ենք եւ ունենք տեսահոլովակ։ Ընդհանրապես սիրում եմ, շատ եմ սիրում, տարբեր երգեր ունենք տարբեր թեմաների մասին, բայց հենց Արցախ երգը Արտուր Գրիգորյանի գրված եւ մեր հորովելը շատ է տարբերում, որովհետեւ բեմում երգելիս զգում ենք, որ բացի հանդիսատեսից մենք էլ ենք ուզվում, շատ ժամանակ չենք էլ կարողանում անգամ նոտաները պահենք, բայց այդ ամեն ինչը ընդունվում է, որովհետեւ սրտանց է եւ սրտից նորմալ էմոցիաներ են։ Այո։ Շնորհակալ եմ շատ, որ առավոտը սկսեցիք ինձ հետ միասին։ Ես մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Կան ինչ-որ բան, որ ուզում եք ավելացնել։ Ուզում ես ավելացնել։ Ասեք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին այս մրցութային ժամանակահատվածում, եւ իմ Արցախի ձայնի ընկերներին եւ իմ պրոդյուսեր Լերա Քոչարյանին ու Դադասյան եւ Կարապետյան ընտանիքներին, եթե նրանց աջակցությունը չլիներ, ես չէի կարող ներկայացնել Հայաստանը մեծ բեմում։ Իրականում նրանք շատ մեծ գործ են անում եւ նրանց շնորհիվ է, որ հիմա կարողանում ենք շարունակել մեր գործունեությունը։ Շատ շնորհակալություն նրանց։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեզ նվիրում եմ Երջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Սարգոն կարմիր չորգինի, որպեսզի ձեր հաղթանակները տոնեք Սարգոնի հետ միասին։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք։ Դե ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ հետաքրքիր տեղեկատվություն ֆիլմ աշխարհից եւ այսպես երգչուհի Ադելը պատրաստվում է իր առաջին դերասանական դերին դիզայներ եւ ռեժիսոր Թոմ Ֆորդի նոր ֆիլմում։ Ֆորդի երրորդ ֆիլմը կլինի Անն Ռայսի 1982 թվականի Cry to Heaven վեպի էկրանավորումը, որը դրամատիկ պատմություն է, որը տեղի է ունենում 18-րդ դարի Իտալիայում։ Սյուժեն պատմում է երկու անսպասելի դաշնակիցների մասին, որոնք փորձում են հաջողության հասնել օպերային աշխարհում։ Ֆիլմը կլինի Ֆորդի երրորդ ռեժիսորական աշխատանքը Օսկարի առաջադրված Միայնակ տղամարդ ֆիլմից եւ Գիշերային կենդանիներ թրիլերից հետո։ Cry to Heaven ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Լոնդոնում եւ Հռոմում, արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի հունվարին, իսկ թողարկումը սպասվում է նույն տարվա վերջում։ Սպասենք հետաքրքիր ֆիլմի, որովհետև Ադելին բոլորս շատ սիրում ենք եւ շատ հետաքրքիր կլինի Ադել դերասանուհուն տեսնել։ Եվ շարժվելով առաջ եւս մեկ շատ հետաքրքիր տեղեկատվություն։ Հայաստանը կներկայացվի Վենետիկի 61-րդ միջազգային արվեստի բիենալեում Զադիկ Զադիկյանի օրհներգ Լորդ Բայրոնի նախագծով, որը կցուցադրվի 26 թվականի մայիսի 9-ից մինչև նոյեմբերի 22-ը փոքր տոնայնություններում ներքո։ Հոկտեմբերի 16-ի նիստում ժյուրին ուսումնասիրել է ներկայացված 7 առաջարկները եւ փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչել Զադիկյանի նախագիծը։ Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստի ներկայացուցիչ է, որը հայտնի է իր ինքնատիպ եւ նորարարական գործերով ցուցադրված Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի խոշոր պատկերասրահներում։ Հաջողություն մաղթենք մեր հայրենակցին եւ տեղափոխվենք խոհանոց, որպեսզի տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն ինչ է ստեղծագործել այնտեղ։ Ադրինը Շնորհակալ եմ Սոնա ջան, իմ շատ սիրելի թանկագին հեռուստադիտող։ Այսօր պատրաստեցինք ջեռոցում համեղ ուտեստ, որի համար այսպես շատ ջանքեր եւ շատ մթերքներ պետք չէր, չնայած նրան, որ բազմազան էր։ Այստեղ ունեինք ֆարշ, հավի կրծքամսից, աղացած կրծքամսից պատրաստված խճողակ, լոլիկ, պղպեղ, սունկ, պանիր, հատուկ սոուսով, մայոնեզ, մանանեխի, գնդիկավոր մանանեխ եւ իհարկե աղ պղպեղ եւ իհարկե պանիր, ամենակարևորը։ Ահա, սիրելիներս, ստացել ենք այսպիսի հետաքրքիր պիցայի տարբերակ, փորձեմ կտրել, տեսնենք, թե ինչ տեսք ունի եւ իհարկե միասին բոլորով վայելենք։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ մշտապես մնացեք մեզ հետ, առաջին ծրագրի հետ, հատկապես վաղը դեռ շատ հետաքրքիր այստեղ թողոբոհ է սպասվում, անպայման վաղ առավոտյան միացեք մեզ առաջին ծրագրի։ Եվ այսքանով ավարտում եմ ես իմ աշխատանքը, խոսքս փոխանցում եմ Սոնային, լավ եղեք, գրկում եմ, սիրում եմ, մնացեք մեզ հետ։
Մենք էլ քեզ ենք սիրում շատ ելի։ Ադրինա, շնորհակալություն օրվա բաղադրատոմսի համար եւ իհարկե ելի հեռուստադիտողներ, այս հրաշք ուտեստի հետ պետք է առանձնացնել հրաշք պրիզը, որը առաջարկում է Էջևանի գինու գործարանը եւ սա հրաշալի փրփրուն գինի է, որը կարող եք համտեսել նաեւ առավոտյան եւ այն իսկապես ձեր օրը տոն կդարձնի։ Եվ եթե առաջիկայում ունեք առիթներ, ապա ձեր տեսքը կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ նորաոճ եւ այսպես շատ ոճային կարելի է լինել Դաֆնի խանութսրահի հետ միասին։ Այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր աշնանային հրաշալի լուքերը հենց Դաֆնիում։ Նաեւ նորաոճ այսպես վերարկուների տեսականի են ստացել, այնպես որ վստահաբար ձմեռվան պատրաստվել պետք է նախապես։ Եվ իհարկե շնորհակալություն ձեզ շատ ելի հեռուստադիտողներ այսօր առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար։ Մենք ձեզ մաղթում ենք հրաշալի երկուշաբթի եւ խոստանում, որ վաղը նույն ժամին նույն տեղում կլինենք, որպեսզի առավոտը կրկին սկսենք միասին։ Դե ինչ, վերջում չեմ մոռանում եւ նշում եմ, որ այս ամենը պատրաստված էր սիրով։